Տիկին Գյուրեղյանը կմիանա իմպիչմենտի գործընթացին։ Մենք չենք միանա, բայց հիմա Տիկին Գյուրեղյանը տեսնենք, կհայտարարի միանում է թե չէ։ Միացել եք Տիկին Գյուրեղյան, ճիշտ են ասում։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստան խմբակցությունը Population AM վերլուծական հարթակի եւ առողջության իրավունք ՀԿ-ի կողմից ստացել են նամակ առաջարկ, որում մասնավորապես նշվում է. տեղի է ունեցել առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն Հայաստանում, ռիսկեր, բացեր, չլուծված հարցեր թեմայով կլոր սեղան քննարկում, որի շրջանակում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, մտահոգությունները եւ առաջարկությունները վերոնշյալ համակարգի ներդրման գործընթացի վերաբերյալ։ Հաշվի առնելով հարցի ռազմավարական կարևորությունը, նրանք խնդրել են կազմակերպել խորհրդարանական լսումներ, ապահովելով ներկայացված առաջարկությունների քննարկումը ոլորտային քաղաքականության համակողմանի վերլուծություն։ Հայտնում ենք, որ Հայաստան խմբակցությունում քննարկվել է առաջարկը, գնահատվել է բարձրացած հարցի կարևորությունը եւ որոշվել է ազգային ժողովում կազմակերպել նշված թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցության համար կհրավիրվեն ոչ միայն մասնագիտական համայնքի ներկայացուցիչները, առողջապահության ոլորտի փորձագետներն ու շահառու կողմերը, այլ նաեւ առողջապահության նախարարը, պատասխանատուներ, այլ ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամներ ու պատգամավորներ։ Ժամկետը կորոշենք հանձնախաձեռնող խմբի հետ քննարկման արդյունքում։ Ավելացնեմ նաև, որ ես թե հանձնաժողովում եւ թե ԱԺ-նիստերում խնդրու առարկա օրենքի նախագծի քննարկումների ժամանակ բազմիցս բարձրաձայնել եմ համակարգի կիրարկման շրջանակներում առկա խնդիրների, բուժանձնակազմի վճարումների ցածր լինելու մասին։ Ի պատասխան այս հարցերի տիկին նախարարը հայտարարել է, որ բժիշկների աշխատանքը գնահատված է ստաժանվույն եւ նրանց որպես էժան աշխատուժ օգտագործելու իմ ձևակերպումը համարեց վիրավորանք բժիշկներին։ Փաստորեն, որ իրենք բժշկին ցածր են վարձատրում, ստաժանվույն չեն գնահատում, համացանցով փոխնախարարի մակարդակով հեգնում են, դա վիրավորանք չի, բայց երբ ես բարձրաձայնում եմ այդ մասին, դա վիրավորանք է, հրաշալի տրամաբանություն։ Որպեսզի ունենանք հստակ պատկերացում այդ փոխհատուցումների բավարար լինելու մասին, ես դիմել եմ նախարարություն։ Խնդրել եմ ինձ տրամադրել ապահովագրական փաթեթում ընդգրկված հատուցման ենթակա բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների դեղերի ցանկերում ընդգրկված յուրաքանչյուր ծառայության ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման եւ համավճարների չափերը։ Դիմել եմ հունվարի 23-ին։ Արդեն անցել է 40 եւ ավելի օր, բայց որևէ պատասխան դեռ չեմ ստացել։ Չի կատարվել օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու պահանջը։ Հարց է առաջանում, ինչու՞։ Չեմ կարծում, որ այդ ցանկերը պետական գաղտնիք են։ Կարող է կառավարության կողմից հաստատված ցանկեր, կարգեր, մեթոդաբանություն դեռ չկա։ Կարող է հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել ծառայության ծախսերի դիմաց ապահովագրական հատուցման համավճարների չափերը։ Այդ դեպքում ինչպես են կատարվել փոխհատուցումները։ Հունվարի 1-ից համակարգը կիրարկվում է եւ 1 միլիոնից ավելի այց է գրանցվել։ Այս ամենը ողջամիտ կասկածներ են առաջացնում, որ հատուցման չափերն իրոք խայտառակ ցածր են եւ տիկին Ավանեսյանը խուսափում է այն ներկայացնելուց։ Հուսանք, որ աշխատանքային քննարկումների ժամանակ այդ հարցերը նույնպես կբարձրացվեն։ Վահագն Ալեքսանյան